Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հայտարարություններ են սկսել անել։ Երևան ժամանած թուրք լրագրողների հետ մարտի 13-ին կայացած հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ։ Այս ֆոնին այնուհանդերձ իշխանական թևի ներկայացուցիչներից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարծես թե այցելելու են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, սակայն նրանցից ոչ ոք չկարողացավ ասել, թե կառավարության մակարդակով ինչ միջոցառումներ են կազմակերպված ցեղասպանության 110-ամյա տարելիցի կապակցությամբ։ Իրական Հայաստանում ցեղասպանությունը չպետք է տեղ ունենա։ Հայաստանում այլևս ցեղասպանություն չպետք է լինի, ինչպես 2023 թվականին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում խորհրդանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է ցեղասպանության հիշատակին, ցեղասպանության հիշատակը մեր բոլորի սրտերում է, ի տարբերություն օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման, որը Ջո Բայդենից նախագահ խնդրել է փոխնախագահ այդ ժամանակվա, խնդրել էր շատ չթեժացնել ցեղասպանության ճանաչման հարցը, եւ նա փոխնախագահ Ջո Բայդենը դրա մասին պատմել էր հայ համայնքին, ի տարբերություն օրինակ Ռոբերտ Քոչարյանի, որը Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթերում Էլի ԱՄՆ նախագահներին տեղեկացրել էր, որ ինքը պատրաստ է, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, նախագահ Քոչարյանը պատրաստ է գնալ ԱՄՆ սենատում սենատորներին խնդրել, որպեսզի նրանք չճանաչեն հայոց ցեղասպանությունը, այսինքն մեծ հաշվով ցեղասպանության ուրացման քաղաքականություն վարած երկու քաղաքական ուժերը, Դաշնակցությունը ու Հանրապետականը, այսպես կարողացել են փոքրի շատ է ներազդել նաև ձեր վրա, որ դուք նմանատիպ հարց եք տալիս։ Մենք երբևիցե Հայաստանի Հանրապետության մեր իշխանությունը երբեք չի ուրացել, չի պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը, ցեղասպանությունը չի փորձում մոնետիզացնել, չի փորձում ցեղասպանությունը դարձնել ինչ-որ վաճառելի արտաքին հարաբերություններում կամ մնացածում, ինչպես օրինակ արել է Սերժ Սարգսյանը եւ այլը Ռոբերտ Քոչարյանը։ Մենք վաղը բոլորս միասին սգալու ենք մեր անմեղ նախնիների հիշատակը եւ այցելելու ենք Ծիծեռնակաբերդ, ինչպես ամեն տարի, իսկ որոշ միջոցառումներ կարծում եմ կան։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղել է կանխարգելող եւ զսպող դեր ունի Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով գրել է Հայաստանի ազգային ժողովի պատիվ ունախմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Թուրքիան այն երկիրն է, որը 44-օրյա պատերազմից հետո բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին եւ մեզ սպառնում էր ոչնչացմամբ, հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը։ Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ։ Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում ցեղասպանության թեման, ինչը ոչ միայն չի կանխում Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր ոտնձգությունները, այլև դրա դեմ գործելու բարենպաստ դաշտ է ձևավորում տարածքային հավակնություններ ունեցող երկրների համար։ Հայտնի հայերը հասարակությանը կոչ են արել մասնակցել ավանդական դարձած ջահերով երթին, Instagram սոցիալական ցանցի իրենց էջերում գրառումներ են նարել երգչուհիներ Սիրուշուն, Սոֆին Մոխյանը, Սոնա Ռուբենյանը, դերասան հաղորդավարներ Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը, Լուիզա Ղամբարյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Նրանք թեմատիկ լուսանկարով կոչեր հրապարակել են սոցցանցի պատմություններ բաժնում։ Ավելի վաղ հայտնել են, որ նման կոչով հանդես է եկել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ջահերով երթն անցկացվում է 1999 թվականից։ Այն մեկնարկում է Հանրապետության հրապարակից, կազմակերպիչը Դաշնակցության երիտասարդական թևն է։ Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի նախկին ռեկտոր միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուսթաֆա Այդենը Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար այս պահին քաղաքական խոչընդոտից բացի այլ երկ չի տեսնում։ Այդ խոչընդոտը նկատում է ադրբեջանական ներկա դիրքորոշման հետ։ Պրոֆեսորն ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բավական սերտ են, ինչն Անկարային թույլ չի տալիս առաջ շարժվել առանց Ադրբեջանի համաձայնության։ Daha fazla gündemimize giren Թուրքիան նախընտրում է առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ դա կօգնի Կովկասում Թուրքիայի ռազմավարական շահերին, նաև Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Թուրքիայի մտադրությանը։ Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին եւ դիվանագիտական շրջանակների միջև շփումներին, այդուհանդերձ Երևան-Բաքու խաղաղության համաձայնագրի ստորագրումն Անկարայի համար դեռևս պայման է մնում։ Դա արդեն որոշ ժամանակ է, ինչ Թուրքիայի նախագահ Էրդողանի պայմանն է, եւ որքան գիտեմ, այն դեռ չի փոխվել։
Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը բարձր է գնահատել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների բացառիկ վիճակը, ընդգծելով մշակութային, լեզվական եւ պատմական ընդհանրությունների վրա հիմնված եզակի կապը։ Թուրքական պետական Անադոլու գործակալության Բաքվի գրասենյակ այցելության ժամանակ Ակգյունը հայտարարել է, որ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիևի ղեկավարությունը կարևոր դեր է խաղացել երկկողմ կապերի ամրապնդման գործում։ Ընդգծելով Արևելք Արևմուտք տրանսպորտային միջանցքի աշխարհափոխական նշանակությունը, Ակգյունը ասել է, որ դրա ամբողջ ներուժը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքումից։ Եթե մշտական խաղաղության համաձայնագիր կնքվի եւ Զանգեզուրի անցումը բացվի, Չինաստանից դեպի Լոնդոն միջին միջանցքը զգալիորեն կընդլայնվի, մեծացնելով թյուրքական աշխարհի դերը։ Մենք աջակցում ենք դրան։ Այս ամռանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբացումը կարող է զգալիորեն մեծացնել արևելք-արևմուտք բեռնափոխադրումների հոսքը, հնարավոր է հնգապատկելով ներկայիս հզորությունը։ Թուրք դիվանագետն անդրադարձել է նաև Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Բուլղարիայի միջև կնքված քառակողմ համաձայնագրին։ Բաքվի զինվորական դատանում տեղի ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը։ Դատավարության ընթացքում հարցաքննվել են իբրականների պայթյուններից տուժածներ, որոնց մեծ մասը դատարան է եկել հենակներով եւ ձեռնափայտերով։ Տուժողներից մասնավորապես Էլնուր Ասկերովը պատմել է, թե վիրավորվել է 2023 թվականի ապրիլի 18-ին, երբ Տերտերի շրջանի Բորսունլու գյուղում անասուններին նրանցանելից հայ զինվորների կողմից տեղադրված ականներ են պայթել։ Ակիֆ Հուսեյնովն էլ ասել է, թե իր որդիները եւ թոռը պայթել են ականի վրա օկուպացիայից ազատագրված տարածքներում։ Այս ընթացքում հրապարակվել է նաև Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի Բաքվի բանտից 168 TM-ին ընտանիքի միջոցով փոխանցված հեռախոսային ձայնագրությունը։ Սիրելի բարեկամներ, ժողովուրդ, ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ եւ ասել, որ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ։ Նոր այստեղ լրատվամիջոցներում տեղեկություն է դուրս եկել, իբրև ես ասել եմ, որ Իվանյանի դեպքերի մասին 1992 թվականին մի ձև է մեկնաբանել, որ ես ասել եմ, որի հակմրակ։ Ես ասել եմ, որ դա պատասխանատուն հենց այս կողմն է, ադրբեջանական կողմն է, եւ դա եղել է մեր իշխանական պայքարի արդյունք։ Բացի դրանից երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև։ Դա նույնպես սխալ է ձևակերպված։ Վաղը ես դատարանի նիստի ժամանակ դրա մասին բացատրել եմ։ Ընդհանուր առմամբ նորմալ ենք, շատ լավ են վերաբերվում, հատկապես մեկ ուսանողով եւ խնդիր չունենք։ Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, ծուր հայացք չեն նետել մեր նկատմամբ։ Ինչպես նաև նորմալ է ամեն ինչ դատարանում։ Եվ ավելին, եթե նորմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէին կանի։ Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում։ Մնացածը ամեն ինչ նորմալ է, իհարկե շատ են կարոտում մեր ընտանիքներին, իհարկե շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի։ Վաղը հայոց մեծ եղերնի 110-րդ տարելիցն է, հոգով մտքով ձեզ հետ եմ, հոգով մտքով ես լինելու եմ նաև Տիցերնակաբերդում, լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի մտածեք։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Եվրամիության անդամակցության Հայաստանի ձգտումներով, քանի որ դա անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության հետ։ Գրուշկոյի խոսքով արևմտյան երկրները փորձում են Երևանին ներկայացնել աշխարհակաղակական խաղի մեջ։ Լավ հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում, եւ դա հսկայական կարողություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհակաղակական խաղի մեջ, փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից։ Ռուսական կողմն այդ հարցը քննարկում է հայ գործընկերների հետ։ Համաշխարհային առևտրի քարտեզը վերաձևավորվում է։ Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում։ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում, կատարելով եւս մեկ ուշագրավ քայլ իր պատմական մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մինչենը Երևանին նախագծում ներառելու մասին առաջին անգամ հայտարարել է թուրքական Թուրքիայի գազետի տված հարցազրույցում։ Մինչենը նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում եւ որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։ Դիվանագետը նաև ուշագրավ հայտարարություններ արել Թուրքիա-Չինաստան հարաբերությունների մասին, Թուրքիայի աշխարհակաղակական դիրքը, տնտեսական ներուժ եւ դերը միջին միջանցքում որակելով որպես անփոխարինելի։
Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահին Համալիևի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ երկու երկրների նախագահները համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում։ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ միջազգային համակարգի պաշտպանության համար եւ խորացված համագործակցություն իրականացնել իրավապահ եւ անվտանգության ոլորտում։ Պեկինը աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկված խաղաղության օրակարգին եւ հակարդյունավետ համարում առճակատման ուղղված աշխարհաքաղաքական խաղերը։ Այս մասին ասվում է այսօր Պեկինի եւ Բաքվի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագրում։ Ուկրաինայում հակամարտության դադարեցման միջոց գտնելու բանակցությունների շուրջ շատ նրբերանգներ կան, հայտարարել է Կրեմլը, հավելելով, որ բանակցություններին մասնակցող տարբեր կողմերի դիրքորոշումները դեռ պետք է նեղացվեն։ Կրեմլը մեկնաբանություններ արել է բանից հետո, երբ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի եւ Եվրոպայի պաշտոնյաների միջև բանակցությունները Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման քննարկման վերաբերյալ հետաձգվել են։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ հնարավոր կարգավորման շուրջ, սակայն Եվրոպայի կամ Ուկրաինայի հետ շփումներ չկան։ Ռուսաստանի նախագահը բաց է մնում բոլոր կողմերի հետ բանակցությունների համար, հավելել է Պեսկովը, կրկին ողջունելով ԱՄՆ միջնորդական ջանքերը։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել եւ սպանել 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է։ Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին։ Իրավապահների փոխանցման առնվազն 4 զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ։ Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկ են եղել, առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել։ Ոստիկաններն ու զինվորները որոնում են հարձակվողներին։ 6.2 մագնիտուդով ուժգին երկրաշարժը տեղի ունեցել Թուրքիայի ամենամեծ քաղաքում Ստամբուլում, որի էպիկենտրոնը եղել է Սիլիվրի թաղամասում Մարմարա ծովում։ Թուրքական Անատոլու գործակալության փոխանցմամբ ցնցումները գրանցվել են նաև հարակից նահանգներում։ Այս պահի դրությամբ տուժածների ու փլուզումների մասին հստակ տեղեկատվություն չկա։ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Տեղեկությունը հայտնում է Երևանի ավտոբուս ՓԲ-ի մամուլի խոսնակ Գեգամ Ասատրյանը։ Պարոն Ասատրյան, 38 համարի վարորդի հետ կապված ինչ մանրամասներ մեզ կարող եք փոխանցել, ինչի շուրջ է եղել վիճաբանությունը երկու վարորդների միջև։ Ընդհանուր առմամբ մանրամասները ինչ որ ես հրապարակել եմ այդքանն են, վեճը ծագել է վարելու հետ կապված հարցի շուրջ։ Իմ գրածից զատ հավելյալ հայտնեմ, որ քիչ առաջ մեր անվտանգի օգնության ծառայության պետը խոսել է վարորդի հետ, վարորդի վիճակը նորմալ է, այս պահին դեռևս կմնա հիվանդանոցում, վնասվածքը ուսի հատվածում է եղել։ Այսինքն վիճաբանությունը անձնական հողի վրա չէ, զուտ երթևեկության կանոնների հետ է կապված։ Որքանով ես եմ տեղյակ, երթևեկության կանոնների հետ է կապված, մնացած մանրամասները կարծում եմ օրվա ընթացքում համապատասխան մարմինները կտան ավելի տեղեկություններ։ Իսկ մյուս տրանսպորտային միջոցի վարորդը ոչ 38 համարին է, մյուսը որ համարի տրանսպորտն է վարել, նրա անձը։ Տրանսպորտային միջոց չէ, մարդատար մեքենայի վարորդ եղել։ Հա, այսինքն մյուսը մարդատար, որովհետև ձեր գրառումից այնպես հասկացամ, որ էլի տրանսպորտ։ Չէ, գրառման մեջ ես նշել էի, որ մեկ տրանսպորտային միջոցի վարորդ դանակահարել է 38 երթուղին սպասարկող մեքենայի վարորդին։ Եթե մյուսը եւս լիներ մեր վարորդը, կնշեի ես ինչ երթուղին սպասարկող վարորդը, չէ, սովորական մարդատար մեքենայի վարորդը եղել։ Հասկացա, հիմա վարույթ է հարուցվել եւ գործի հանգամանքները քննվում են։ Ենթադրում եմ, հա։ Որովհետեւ քիչ առաջ նույնիսկ քննիչներից մեզ հետ կապվել են, ենթադրում եմ արդեն վարույթ հարուցվել։ Իսկ բժիշկները վարորդի վիճակը ինչպես են գնահատում, ծանր, միջին ծանրության։ Չէ, նորմալ է վիճակը, ավելյալ չգիտեմ, էլի նորմալ է, ուսի շրջանն է վնասվածքը։ Հասկացա, շնորհակալ եմ։ Կյանքին վտանգ չի սպառնում ամեն դեպքում։ Շնորհակալ եմ շատ։